ամենահետաքրքիրը գիտեք որն է 2021 թվին երբ որ մենք Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի մասնաբաժին ենք վերցնում կառավարությունը ասում են սա կոռուպցիա է այսինքն մենք սեփականություն ենք վերում պետությանը մեզ ասում են դա կոռուպցիան է որ Սերժի Փեշտա Միշիկիններ դա կոռուպցիա չէր որ տանեի աղբորը ստայի դա կոռուպցիա չէր բայց որ մենք վերադարձնում ենք պետությունը եւ ժողովրդին իրանք դա անվանում են կոռուպցիա եւ իրանք սա է ամենամեծ աբսուրդը մենք վերադարձնում ենք պետությանը մենք չենք գողանում պետությունից ժողովուրդ հələ մի րոպե մի բան ասեմ sense բան երևի չեմ ասել տարօրինական չի չեմ ասել Չնայած ես հույս ունեմ որ դա գիտեք բայց այսքան մարդ կանգնած է այստեղ եւ ես ուզում եմ ասել որ 2018 թվականից Ես վարչապետ եմ, ես իմ մեր թիմում եմ ասում, այդ վկա, այստեղ մարդիկ կան վկային, ես ասում եմ, Հայաստանի պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է, Եվ այս սկզբունքը պետք է հաշվի առնեն բոլորը, որովհետև պետական բյուջե ստանել նշանակում է ձեզնից յուրաքանչյուրից դանել, որովհետև պետությունը դուք եք, իրական Հայաստանի գաղափարախոսությունը քաղաքացուն ասում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը, դուք եք Հայաստանի Հանրապետությունը, դու ես Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տերն ու տնօրենը Վարչապետը ընդամենը վարձու աշխատող է եւ դուք եք որոշում ով լինի վարչապետ երեք որոշել եք որ ես պետք է լինեմ ես իմ մաքսիմալը անում եմ որպեսզի մեր պետությունը մեր երկիրը լինի բարեկեցիկ եւ ծաղկի Վաղը կորոշեք, որ ես չեմ, ես հնազանդ կատարողն եմ ձեր որոշման, ինչ էլ դուք որոշեք, ինձ համար ամենաեականը այն չի, որ ես ընտրվեմ վարչապետ, ինձ համար ամենաեականն է նա, որ միշտ ու հավերժ ժողովուրդը, միայն ժողովուրդը որոշի, թե ով է վարչապետ, հեղափոխությունը առաջին հերթին դրա համար է տեղի ունեցել Բայց նաև որպես Հայաստանը ձեր թույլտվությամբ, ձեր մանդատով 8 տարի առաջնորդած մարդ ես իրավունք եմ վերապահում ասել հետևյալը Նախ ես ուզում եմ բոլորից շնորհավորել Հայաստանում հաստատված խաղաղության առիթով Եվ ուզում եմ նաև ասել, որ 2026 թվականի ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է մեր ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու Եվ ես շատ կարևոր է, որ մենք ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը Որովհետև խաղաղությունը նա ինչ ապահովելու է մեր անկախությունը, ինչ ապահովելու է մեր բարեկեցությունը, ինչ ապահովելու է մեր պետության հարատևության օրակարգը։ Ես էլի եմ ասում, մենք հաղթահարել ենք այն ցիկլը, երբ որ ապրում ենք սփխեջից հետո տենանք ինչ կլինի, նոր տարուց հետո տենանք ինչ կլինի, զատիկից հետո տենանք ինչ կլինի։ Մենք հաղթահարել ենք մեր երկրում ապրելու վախերը 91 թվականից մենք անդադ վախեր ենք ունեցել եւ ներքին եւ արտաքին արտաքին վախերը կապված է եղել կոնֆլիկտի հետ ներքին վախերը կապված է եղել բեսպրեդելի հետ ես ձեզ հպարտ եմ զեկուցել ժողովուրդ որ ես այստեղ եմ ասելու որ մենք իրար հետ կարողացել ենք մեր երկիրը ազատել արտաքին եւ ներքին վախերից որովհետեւ մենք ունենք խաղաղություն արտաքին եւ մենք ունենք պետություն ով ի վիճակի է մաֆիային երրագլուխ մաֆիային վերջնականորեն կործանել եւ արմատախիլ անել Հայաստանից եւ ես ձեզ կոչ եմ անում ելի եմ ասում 2018 թվականի մայիսի 8-ին ես դարձել եմ վարչապետ ամեն օր
ամեն Աստծո օր ես կռիվ եմ տվել մաֆիայի դեմ ամեն օր բարիս բուն իմաստով հույս ունեմ այսօր արդեն ձեզ համար ավելի պարզ եւ հասկանալի է թե ինչ է կատարվել վերջին 8 տարիների ընթացքում բայց ձեր աջակցությամբ ձեր օգնությամբ ձեր պաշտպանության ներքո մենք կարողացել ենք գլուխ առ գլուխ ոչնչացնել այդ մաֆիան պատկերավոր ասած մաֆիայի վերջին 3 գլուխն է մնացել իդեմս պատերազմի եռագլուխ կուսակցության եւ ես ձեզ կոչ եմ անում խնդրում եմ 2026 թվականին հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր տեր կանգնել պետությանը տեր կանգնել խաղաղությանը տեր կանգնել ապագային տեր կանգնել անկախությանը եւ մենք գիտենք թե որ օրն է որ մենք մաֆիայի վերջին 3 գլուխն էլ պետքա կտրենք այդ 2026 թվականի հունիսի 7-ն է երբ ժողովուրդը պետքա հստակ արձանագրի իր դիրքորոշումը եւ հաղթանակը եւ ուրեմն բոլորիդ կոչ եմ անում խնդրում եմ հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր արձանագրել էլի թե ինչի են քվեարկում 16-ին որովհետեւ ժողովրդի կռիվ չի սա իշխանության կռիվ չի սա կռիվա հանուն պետության հանուն ապագայի հանուն Հայաստանի պետականության հարատևության իսկ քվեարկում ենք 16-ին որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը վերին արտաշատին արտաշատ խոշորացված համայնքին Արարատի մարզին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը Եվս մի կարևոր բան ես տեսնում եմ ու դա կնհայտ է ամեն օրվա հետ ես տեսնում եմ որ մեր ժողովրդի մեջ համոզվածությունը աճում է թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները ես տեսնում եմ որ մեր ժողովրդի մեջ աճում է համոզվածությունը որ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հաղթելու է ժողովուրդը հաղթելու է բայց այստեղ մի շատ կարևոր վտանգ կա որովհետև շատ է մեր իրականության մեջ պատահում երբ որ մենք արձանագրում ենք որ եթե շատերը անում են մի բան երևի թե պարտադիր չի որ ինքներս էլ անենք մենք կարող ենք բաց թողնել այդ մի պահը ես ուզում եմ որ մենք մեզնից յուրաքանչյուրը հստակ արձանագրի որ Հայաստանի Հանրապետության առաջիկա ընտրությունների արդյունքները թե ով կլինի վարչապետ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ից հետո ինչ կլինի խաղաղության եւ պետության ճակատագիրը կախված է մեկ մարդուց հասկանում եք այս շատ կարևոր բան է հասկանում եք մի մարդու որոշման մասին է խոսքը մի մարդ պետք է որոշի այս ողջ պատմական ցիկլի ճակատագիրը մի մարդ պետք է որոշի պետության ճակատագիրը խաղաղության ճակատագիրը անկախության ճակատագիրը ապագայի ճակատագիրը մի մարդ ընդամենը մի մարդ եւ այդ մեկ մարդը դու ես 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 եւ այդ մեկ մարդը դու ես
Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ելով կա ներկաներից մեկ մարդկանցից, ով կա ուզում եմ ձեր բարձրացնեն նրանք, ովքեր այդ մեկ մարդ եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը անկախությանը, ապագային, խաղաղությանը, վերին Արտաշատին, Արտաշատ խոշորացված համայնքին, Արարատի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Վարդապետ, Նիկոլ Վարդապետ, Նիկոլ Վարդապետ, Նիկոլ Վարդապետ